ինչպես տեղյակ եք երևի գործընկերներս էլ նշեցին, Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը արդեն 23 օր գտնվում են անազատության մեջ եւ մենք անտիֆեյքի թիմով փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի միջազգային կառույցները, դեսպանատները պատշաճ իրազեկված լինեն Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ապօրինությունների մասին։ 23 օր ոչ միայն Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն են գտնվում կալանքի տակ, այլ խոչընդոտվել է անտիֆեյքի գործունեությունը, քանի որ ինչպես տեղյակ եք առգրավել էր լրատվականի ողջ տեխնիկան, մենք դրանում դիտավորություն ենք տեսնում, անտիֆեյք EM-ի Հայաստանում գործող զանգվածային լրատվության միջոցի գործունեությունը փաստացի դադարեցնելու մեջ, ինչպես գիտեք, ի պատիվ մեր աջակիցների կարճ ժամանակահատվածում կարողացանք որոշակի տեխնիկա ձեռք բերել եւ շարունակել աշխատանքները։ Մենք արդեն եղել ենք Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության մոտ եւ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ Լուսինեի ուղերձն ենք փոխանցել։ Ուղերձը դեռ մի քանի օր առաջ հրապարակվել էր տեսանյութի տեսքով, բայց որևէ արձագանք չկար։ Հաշվի առնելով արձագանքի բացակայությունը, մենք արձեռն փոխանցեցինք ԱՄՆ դեսպանատանը, նաեւ ակցիայով հանդես եկանք, խոսեցինք, ներկայացրեցինք իրավիճակը, նշեմ, որ այս պահը դեռևս ճիշտ է, իրենք արձեռն չվերցրեցին նամակը, բայց իրենք պատշաճ ձևով ստացել են բոլոր հնարավոր տարբերակներով, էլեկտրոնային փոստով, փոստային համակարգով ուղարկելու միջոցով։ Այսօր արդեն ԵՄ դեսպանության մոտ ենք, որպեսզի դեսպան Մարագոսին եւս ներկայացնենք Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների մասին։ Կրկին քաղբանտարկյալ Սամսոնյանի կինը մի քանի օր առաջ ուղերձով դիմել է Վասիլիս Մարագոսին եւ մենք մեզ պարտավորված ենք զգում արձեռն հանձնել նամակը եւ ինչպես նաեւ սկավառակը, որի վրա տեղադրված է տեսանյութը, որպեսզի դեսպանը անձամբ ծանոթանա, թե ինչ է առնվազն արդեն 23 օր կատարվում Հայաստանի Հանրապետությունում, որի առնչությամբ որևէ միջազգային արձագանք չկա։ Ընդ որում այն պայմաններում, երբ սա արդեն երկրորդ անգամն է, երբ տեղի է ունենում մեդիա գործիչների կալանավորում նույն փոդքասթի շրջանակներում նույնաբնույթ արտահայտությունների համար։ Իսկ ձեր խմբագրության տեխնիկան, որը տարել էին հենց այդ նույն օրը, վերադարձրել են, թե ոչ, եւ առհասարակ տեխնիկայի մեջ ինչ էին տեխնիկայի մեջ շատ ծիծաղելի է, զավեշտալի է, շտատիվների մեջ, տեսախցիկների մեջ, դուք լրագրողներ եք, այստեղ կանգնած օպերատորներն էլ կարող են ասել, ինչ հնարավոր ինֆորմացիա կարելի է գտնել շտատիվի մեջ քրեական գործի հետ առնչություն ունեցող։ Կամ գուցե համարել են, որ խուլիգան շտատիվներ են, դրանց էլ ձերբակալել մի քանի օրով, մինչև կվերադարձնեն։ Իհարկե որևէ բան հնարավոր չէր գտնել այդ տեխնիկայի մեջ։ Նպատակը դրա համար եմ ասում, ակնհայտ է, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ նպատակը լրատվականի գործունեությունը խոչընդոտելն է։ Ընդ որում առգրավել են ոչ թե միայն փոդքասթի նկարահանման տեխնիկան, այլ լրատվականում գոյություն ունեցող բոլոր տեխնիկան։ Բոլոր շտատիվները, 9 հատ շտատիվ են տարել, այս թիվը առաջին անգամ եմ հնչեցնում, 9 շտատիվ են տարել կազմակերպությունից։ Համակարգիչները, լրագրողների անձնական, ուղիղ եթեր հեռարձակող լրատվականի գործունեությունն ապահովող բոլոր համակարգիչները, բոլոր տեսախցիկները, բոլոր առանց բացառության, բոլոր միկրոֆոնները, այդ թվում եւ չաշխատող արխիվացված են, որ ուղարկել էինք արխիվ, որ հնարավորություն ունենանք սարքենք, օգտագործենք։ Իրենց զգուշացվել է, որ դրանք փչացած են, բայց իրենք դրանք եւս տարել են։ Կազմակերպության լրատվականի անվտանգությունն ապահովող տեսախցիկների DVR-ը, զրկելով մեզ մեր անվտանգությանը հետևելու հնարավորությունից։ Տարբեր տեսակի կրիչները մի կողմից գուցե հավանական է, որ որևէ կրիչ կարող էին բացել եւ որևէ հայհոյանք գտնեին այդ կրիչի մեջ, որպես խուլիգանության փչացնավոր իհարկե հանցակազմը հիմնավորող, բայց որևէ շտատիվի, որևէ տեսախցիկի, որևէ միկրոֆոնի մեջ որևէ այլ ինֆորմացիա չէր կարող հայտնաբերվել։ Տարել են լրագրողների անձնական նոթատետրերը, ինչ կարելի էր գտնել լրագրողի անձնական նոթատետրի մեջ։ Կրիչների հետ, շտատիվների հետ։ Երեք քննչական կոմիտեն մեզ վերադարձրել է տեխնիկայի մի մասը, հիմա շատ բան չեմ ուզում ասել, մենք այսօր խմբագրությամբ հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ,
Միայն ասեմ, որ թող չակնկալեն, որ շնորհակալ ենք լինելու, որ ապօրինի մեր գազམ་ակերպությունից, մեր լրատվականից վերցված գույքի մի մասը, փոքր մասը վերադարձվել է, մենք շնորհակալ չենք լինելու, շնորհակալ չենք, որ 23 օր մեր գործունեությունը խոչընդոտվել է, շնորհակալ չենք, որ այսօրվա դրությամբ դեռևս մեր գազམ་ակերպության, մեր լրատվականի երկու կարևոր մեդիա դեմքերը գտնվում են անազատության մեջ, որևէ դեպքում շնորհակալ լինել չենք կարող եւ շնորհակալ լինել չենք կարող անգամ այն դեպքում, երբ այս քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճվի, որովհետև ի սկզբանե այս ապօրինությունը ուղղակի չպետք է տեղի ունենար։ Եվ հաշվի առնելով այս ամեն ինչը, մենք մեր խնդիրն է պարզապես բոլոր դեսպանատներին, բոլոր միջազգային կառույցներին պատշաճ իրազեկել, հասցնել Հայաստանում տեղի ունեցող խայտառակ ապօրինությունների մասին բոլոր մանրամասներն ու հանգամանքները, որ վաղը մյուս օրը պարզապես չասեն, որ իրենք իրազեկված չեն եղել։ Մեր խնդիրը այսօր այստեղ գտնվելու դա է։ Ինչ որ հույսեր իհարկե ունենք, որ դեռ կարող են արձագանքել հաշվի առնելով նախորդ անգամ հարուցված քրեական գործից հետո ստացված արձագանքները։ Amnesty International-ներ արձագանքել, Human Rights Watch-ներ արձագանքել, եւ էլի մի քանի գազམ་ակերպություններ, իրավապաշտպան լրագրողական գազམ་ակերպություններ, որոնք արձանագրել էին, որ Նարեկի եւ Ազգենի ձերբակալությունն ու կալանավորումը եղել են ապօրինի եւ իրենք քաղբանտարկյալներ են։ Արձագանքել էր նաեւ Եվրոպական լրագրողների ֆեդերացիան։ Հստակ դիտարկել էր բոլոր հանգամանքները եւ եկել էին այն եզրակացության, որ տեղի ունեցածը անհամաչափ է, ապօրինի է եւ նման բան տեղի չպետք է ունենար։ Այս պահի դրությամբ դեռևս որևէ արձագանք չկա, ընդ որում ուզում եմ նաեւ ձեզ հիշեցնել, որ գործով երկուսն էլ արդարացվել էին, գոյություն ուներ ընդհանուր իրավասության դատարանի արդարացման վերդիկտ, որը հիմա գտնվում է վերաքննության փուլում։ Այսքանը դերևս։ Ձեր թույլտվությամբ մենք արդեն մեկնարկենք մեր ակցիան։